Հարգելի խորհրդարան, հարգարժան հայրենակիցներ, երեկ ավարտվեց սահմանադրական փոփոխությունների իմպրեսիոնիզմը և Դեգայի կամ Մոնեի վրձնի վերջին շտրիխի պես անցկացվեց քվեարկությունը։ Խոսվեց ամեն ինչ, ամբողջ խճանկարը պարզվեց իրավիճակի ու քաղաքական դաշտի, հանրության առջև, հանրության դատին ու գնահատականին։ Խոսելու այլևս կարծում եմ բան չկա ու պահն է եկել գործելու, որովհետև ոչ միայն մարդիկ, այլև մենք քաղաքական դաշտում աշխատողներս արդեն հոգնել ենք բոլոր տեսակի խոսքերից, խոսքերի հնչերանգից, ձայնային ելևէջներից, արտահայտություններից ու տարբեր ձևակերպումներից։ Այսուհետ ոչ ասելու, դիմագրավելու, պայքարելու եթե կուզեք, ալտերնատիվ լուծումներ ապահովելու ճնշման միջոցով միակ տարբերակը գործուն քայլերի միջոցով ներգործություն իրականացնելն է։ Ես անձամբ այն պատկերացնում եմ, Ալյանս կուսակցությունը, որը ներկայացնում եմ, այն պատկերացնում է բացառապես այլևս չափազանց վառ համեմատությամբ մնացած բոլոր ժամանակների պարզեցված ընդդիմադիր դաշտի կամ ընդդիմադիր դաշտում մնացած գործիչների միավորմամբ ու համախմբմամբ։ Ես տեսնում եմ ցանկացած ոչի, ցանկացած դիմագրավելու, ցանկացած հակազդեցություն ցուցաբերելու հնարավորություն ընդդիմության մեջ իրական միավորման, ուժերի համադրման, միասնական նոր օրակարգի ձևավորման, նոր մարտավարության մշակման ու իրագործման մեջ։ Ժամանակը մնացել է քիչ, բայց բավարար։ Նրա համար, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում դեռ մնացած քաղաքացիների մոտ դեռևս մնացած հույսերը երբևէ փարատվեն։ Ու դրան մնում է պրակտիկորեն 1.5 տարի։ Այսուհետ ոչ ասելու ցանկացած իղձ կարող է իրագործվել նոր միասնության և դրանից բխող նոր հաղթանակի մեջ։ Ես կոչ եմ անում այս հայտարարությամբ այսօր սկսել կոնսոլիդացիայի նոր գործընթաց, վերհանել նոր որակի ու նոր մակարդակի Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում ընդդիմադիր փոխգործակցությունը։ Շնորհակալ եմ։